Շնորհակալություն, Քեն։ Ներկայացնել մի քանի կոնկրետ մտահոգություններ, որոնք մենք ունենք կապված քաղաքական միջավայրի, իրավական միջավայրի հետ, որում այս ընտրությունները տեղի են ունենում։ Կառավարական պաշտոնյաների անհարկի ճնշման միջամտության պայմաններում Չնայած որ դրանք պիտի լինեն անկախ ինստիտուտներ, անկախ քաղաքական կուսակցություններ, անկախ կրոնական հաստատություն, անկախ լրատվամիջոցներ, անկախ փաստաբանական միություն, անկախ դատական համակարգ։ Բոլոր այս ոլորտներում վերջին շաբաթվա ընթացքում մենք լսել ենք ծավալուն ապացույցներ, թե ինչպես է կառավարությունը ոչ պատշաճ կերպով միջամտում, ոչ պատշաճ գործողություններ կատարում։ Առաջին ոլորտը քաղաքականապես մոտիվացված ձերբակալությունները եւ կանոնավորումներն են քաղաքական ընդդիմադիր գործիչների, այդ թվում Ուժեղ Հայաստանի քաղաքացիական առաջնորդ Սամվել Կարապետյանի, ինչպես նաև եկեղեցու առաջնորդներ, arczepiskopos Պարշակ Կալստանյանի, Միքայել Աջապահյանի, Արշակ Խաչատրյանի եւ episkopos Մկրիշ Բոշյանի։ Որոշ դեպքերում այս անձանց ձերբակալությունները եւ այլ առերևույթ քաղաքական մոտիվացիա ունեցող ձերբակալությունները իրականացվել են ոստիկանության չափից ավելի բռնի գործողություններով, օգտագործելով անվտանգության մեծաթիվ ուժեր, ձերբակալվածներին ենթարկելով հրապարակայնորեն ցուցադրվող չափից ավելի ուժի կիրառության, նույնիսկ նաև հատկապես մտահոգվում է նախնական կալանքի չափազանց երկար ժամկետներով կիրառությունը, մարդկանց մեղադրելով ըստ երևույթին, ըստ էության քաղաքական իրավախախտումների մեջ եւ նրանց պահելով բանտում կամ տվյալ կալանքի տակ։ Հատկապես հարկ է նշել, որ պարոն Սամվել Կարապետյանը այս պահին հայտնի քաղաքական կուսակցություններից մեկի առաջնորդը մնում է տնային կալանքի տակ եւ շատ դժվար է պատկերացնել, որ ազատ եւ արդար ընտրություն կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ քաղաքական կուսակցության առաջնորդով ընդամենը մեղադրվել է խոսքի հետ կապված իրավախախտման մեջ, մնում է ազատազրկված։ Դա լավ տպավորություն չի թողնում Հայաստանի համար, Հայաստանի ժողովրդավարության համար, ունենալ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ ազատազրկված վիճակում խոսքի հետ կապված իրավախախտումների համար։ Երկրորդը մեզ մտահոգում են դատական համակարգի անկախությանը միջամտելու նոված ջանքերը, այդ թվում Պարսկական դատական խորհրդի միջոցով, որի արդյունքում արագացված կարգով պաշտոնից հեռացվել են դատավորներ առերևույթ քաղաքական մոտիվացիա ունեցող հիմքերով, ինչպես նաև դատավորների նշանակման հարցում սուբյեկտիվության մասին տվյալները քաղաքական հակառակորդների հետ կապված միայն խոսքին առնչվող իրավախախտումները քննելու համար կառավարությունը հիմնականում այդ կերպ է քաղաքական մոտիվացիա ունեցող ձերբակալություններ իրականացնում, հիմնվելով քրեական օրենսգրքային աղոտ դրույթների վրա, որոնք փաստացի սահմանափակում են խոսքը, այդ թվում այն նորմերը, որոնք սահմանափակում կամ քրեականացնում են այսպես կոչված խուլիգանությունը կամ ենթադրաբար իշխանության տապալման կոչերը, իրականատապալման ենթարկելով պատգամավորների, քաղաքական ընդդիմությանը, լրատվամիջոցների եւ հոգեվարականների մենք կոչ ենք անում, որ որևէ կառավարություն չպետք է այս խոսքի հետ կապված աղոտ դրույթների հիման վրա թիրախավորի քաղաքական հակառակորդների կամ որևէ մեկի։ Մենք հիշեցնում ենք պետական պաշտոնյաներին Հայաստանում, որ իրենք չպետք է զորպարտության հոդվածները հիմք ընդունեն եւ որպես քաղաքական գործիչներ անհիմն քաղաքացիական հայցեր ներկայացնեն իրենց քննադատների դեմ, իրենց քաղաքական հակառակորդների դեմ, քաղաքական աշխարհում, հանրային դաշտում կան նաև կոշտ գործողություններ, սուր ձևակերպումներ կարող են լինել, դրանք կարող են չափից շատ սուր լինել, բայց դա չպետք է պատճառ լինի որևէ մեկին բանտարկելու համար։ Ի վերջո մեզ մտահոգում է, որ ըստ երևույթին զենքի են վերածվում դատական համակարգը եւ անվտանգության ուժերը կառավարության կողմից ընդդեմ քաղաքական հակառակորդների։ Դատական համակարգի նպատակն է
կազմակերպությունների արտարդատություն իրականացնելու հանուն Հայաստանի ժողովրդի եւ դա անել անկախ եւ դա անել առանց կառավարության կամ որևէ քաղաքական կուսակցության միջամտության անվտանգության ուժերի նպատակն է անվտանգությունը ապահովել բոլոր հայաստանցիների Հայաստանում գտնվող բոլոր անձանց համար ոչ թե կիրառվել քաղաքական իշխանությունների կամ կողմից կամ հայականորեն կամ որևէ կուսակցության կողմից կամ հայականորեն ընտրողաբար քաղաքական ընդդիմությանը քրեական տպանման ենթարկելու նպատակով։ Եվ վերջը նշեմ, որ քանիցս լսել ենք նույնիսկ 3 վարչապետ Փաշինյանը իր ելույթում Ստրասբուրգում նշեց պնդումներ օտարերկրյա միջամտության մասին գրեթե բոլոր քաղաքական հակառակորդները քրեական տպանման են ենթարկվել եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները եւ հոգեվորականության ներկայացուցիչները մեղադրվել են կառավարության կողմից համար օտարերկրյա միջամտության ներքո են քաղաքական մանիպուլյացիայի ներքո են որոշ դեպքերում անգամ մեղադրվել են նրա մեջ որ օտարերկրյա անվտանգության ծառայությունների գործակալներ են եւ դա գրեթե ամբողջովին կենտրոնացած է Ռուսաստանի ուղղությամբ։ Պիտի ասենք, որ մենք որևէ ապացույցներ չենք տեսել նման քաղաքական միջամտության, մանիպուլյացիայի, վերահսկողության կամ գործակալական դրսևորումների Հայաստանում արկա քաղաքական սուբյեկտների շրջանակում մենք կառավարությանը խորհուրդ ենք տալիս չկիրառել նման պնդումներ եւ մեղադրանքներ հանրային դաշտում, որտեղ մարդկանց կարելի է կարծիքը ձևավորել չներկայացնելով փաստացի որևէ ապացույցներ։ Ես պատրաստ եմ մեկ րոպե հարցերին պատասխանել, բայց մեկ ընդհանուր դիտարկում անեմ։